Կրոնի գաղափարախոսությունը գերմարդու մասին է և հավերժական կյանքի կրկնության, որ մարդ կամուրջ է հանդիսանում կենդանի մարդու և գերմարդու միջև։ Գերմարդը կատարյալ մարդու գոյությունն է, որը գերազանցում է սովորական մարդուն։ Գերմարդը հաղթահարում է բարոյական, կրոնական և սոցիալական սահմանափակումները, իր կյանքը հիմնելով սեփական կամքի և ինքնահաստատման վրա։ Նա զերծ է վախերից և ձգտում է սեփական ինքնակատարելագործմանը։ Գերմարդը բնութագրվում է սեփական սահմանափակումները ու սովորությունները հաղթահարող մարդ, ով ներկայիս հնարավորությունները գերազանցում է, գտնելով կյանքի իմաստ տալիս նպատակները։ Գերմարդը դրսևորում է ազատ կամքի իրավունքը և իր արարքների համար կրում է պատասխանատվություն, ով համերաշխ է բարու և չարի մտքից։ Գերմարդը այն մարդն է, որի մեջ ստեղծագործ կամքը հասնում է իր զարգացման ամենաբարձր կետին։ Գերմարդը պետք է կարողանա հավերժ ազդել պատմության վրա։ Այն կշարունակի աշխարհ մտնել այլ մարդկանց մտքերի միջոցով և ազդել նրանց մտքերի ու արժեքների վրա։ Մարդը ներկայացնելով արարածի և արարչի միասնությունը, պետք է իր մեջ արթնացնի արարչին, հաղթահարելով արարածին իր ներսում։